Սա ռուս-ադրբեջանա-թուրքական ծուղակ չի, սա ուրեմն ռուս-իրանա-թուրքական առաջարկ է տարածաշրջանի 3 փոքր երկրներին։ Փաշինյանը կոնկրետ այս 3+3 ֆորմատում ներկայացնում է Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչ ունի Հայաստանը թաքցնելու Ռուսաստանից, որը պետք է անցնի Իրանի անցակետով կամ ովքեր պետք է անցնեն այդ անցակետով, դա Եվրոպային միանալու գործընթացը չի, սա Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու գործընթացն է։ Փաստացի տարածաշրջանը գնում է այս կողմ, Հայաստանը գնում է այս կողմ։ Սա այսպիսի բան չի դնում։ Քրդական ռազմական միավորում փախնի Հայաստան։ Թուրքիան գա հետևից ու սկսի իրենց փնտրել Շիրակի մարզում, Արմավիրի մարզում, ինչ են կանում։ Հիմա կարող է 3 զաստավի վրա 2 հատ ռուս սահմանապահ կանգնած, բայց Թուրքիան ամեն դեպքում չի մտնում։ Մենք ինչ որ սենյակի անկյունում, հա, մեջտեղ ինչ որ բաներ որոշում են, մենք ուղղակի տեղակ ենք։ Ադրբեջանին ավելի հետաքրքիր է այն մարդը, ով գալու է Փաշինյանից հետո, որում ադրբեջանցիները վերադառնալու են Սյունիք, Գեղարքունիք եւ Երևան, ավելին ես ասեմ, իրենք վերադառնալու են իրենց սեփական ոստիկանության։ Փաշինյանը ինքն իրանով արդեն ստորագրություն է։ Հա, ինքն իր էությամբ ու ինքն իր գործունեությամբ արդեն այդ ստորագրությունն է։ Դա հավանական է, որ Հայաստանը արդեն միակողմանի ստորագրել է։ Անցած շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը 3+3 հարթակի հանդիպումներ Ստամբուլում։ Հայաստանը մասնակցում էր եւ երկրում տրամագծորեն հակառակ տեսակետներ էին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ռուս-թուրք-ադրբեջանական ծուղակ, թե խնդիրները լուծելու իրատեսական հարթակ։ Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյան, բարի գալուստ կիզակետ։ Պարոն Քոչարյան, եւ այսպես հենց դրանից էլ սկսենք, հա, այդ հակառակ կարծիքներից։ Հիմա այս հարթակը ծուղակ է թե հնարավորություն։ Հայաստանում իմաստն ասում է, որ սրանով մենք, որ մեզ տանում են այնտեղ գնում մասնակցում, պատին են սեղմում եւ ոնց որ ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները այդ որ տենց խարդավանքներ են բանանում մեր դեմ, մեր մասնակցությամբ, մեզ ստիպելով։ Մյուս մասն ասում են, ոնց թե պետք է գնալ, բա ու տարածաշրջանից չենք մեկուսանա, տարածաշրջանային խաղացողների հետ չենք հակադրվի եւ այլն։ Ի վերջո ավելի լավ չի մենք ներկա լինենք մեզ վերաբերող հարցերի քննարկմանը, ոչ թե չգնանք ու էլի առանց մեզ այդ հարցերը լուծեն։ Հիմա դուք ինչպես եք գնահատում։ Այդ կարելի է սկզբից ուղեմ, հա, ձեր պնդումը հարցը, հա, առաջինը դեռևս 3+3 չի, 3+2-ը, հա, Վրաստանը ինձ թվում է ընտրություններից հետո կմիանա։ Իսկ սա ռուս-ադրբեջանա-թուրքական ծուղակ չի, սա ուրեմն ռուս-իրանա-թուրքական առաջարկ է տարածաշրջանի 3 փոքր երկրներին, որպեսզի 3+3 ֆորմատով չեզոքացնեն արտաքին ազդեցության գործոնը այս տարածաշրջանում։ Կարճ մի ռեպլիկ նշանակում է դա այդ վերջի նախադասությունը նշանակում է արևմուտքին չթողնել թե ընդհանրապես։ Միգուցե արևմուտք, միգուցե Չինաստան, միգուցե չգիտեմ այլ երկիր, բայց պատմականորեն, հա, վերջին առնվազն 2-3 դարվա ընթացքում այս 3 կենտրոններն են լուծել այս տարածաշրջանի հարցերը եւ այս կենտրոնների բալանսի կամ դիսբալանսի շնորհիվ կամ պատճառով այստեղ տեղի ունենում կամ դրական process-ներ կամ բացասական process-ներ եւ այս հանդիպումը որ կար այդ խոշոր խաղացողները իրենք են շեշտում որ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիան իրենք պետք է լինեն այսպես ասած այս տարածաշրջանի անվտանգության ապահովողները դրա համար ասել որ սա ծուղակ է Հայաստանի համար սա իմ կարծիքով ավելի շատ ծուղակ չի այլ փորձ որպիսի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար խաղի կանոններ գծվեն այդ խաղի կանոնների գծողների կողմից էլ ապահովելու է այդ երկրների որոշակի անվտանգությունը եւ ներ այսպես ասենք երկրային պատերազմական բախումային ինչ որ փուլից անցում դեպի խաղաղ ինչ որ գործընթացի այսինքն ճիշտ արեց որ գնաց Երևան այսինքն Փաշինյանը կարող ենք ասել որ սրանով պաշտոնական Երևանը նու ձեր տեսակետից խելքի է գալիս կամ Փաշինյանը խելքը վաղուց կերել է Էրդողանը եւ Փաշինյանը կոնկրետ այս 3+3 ֆորմատում ներկայացնում է Թուրքիան եւ Ադրբեջանը եւ Փաշինյանը ամեն ինչ անում է որպեսզի մաքսիմալ ուրեմն ազատվի Ռուսաստանի գործոնից եւ Իրանի գործոնից եւ խաղա Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշտում եւ այն բաները, որ ինքը արեց օրինակ մինչև այդ հանդիպման գնալը, դա ցույց է տալիս, որ իրոք իր համար նախընտրելի, այսինքն իրեն համոզած եւ իրեն
փաթաթած լուծումը դա այն է, որպեսզի Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գա, իսկ Իրանի դեմը ճանապարհը փակվի։ Ի վերջո բավականին տարօրինակ ուրեմն որոշում է կայացվել Փաշինյանի, այսպես ասենք, պահանջով, խնդրանքով եւ այլն, որպեսզի ռուս սահմանապահները այլևս չվերահսկեն անցակետը Իրանի սահմանում, կվերահսկեն սահմանը, բայց անցակետը չեն վերահսկելու, իսկ այստեղ հարցեր առաջանում, ինչ ունի Հայաստանը թաքցնելու Ռուսաստանից, որը պետք է անցնի Իրանի անցակետով կամ ովքեր պետք է անցնեն այդ անցակետով կամ ովքեր են կանգնելու այդ անցակետում եւ ինչ են ստուգելու կամ ինչ են տանելու վերելու Իրան։ Իշխանությունն ենք բարձրացնում, ասում են։ Սա ինքնիշխանության սահմանն է, մեր անցակետն է։ Սա ինքնիշխանության բարձրացում չէ, Ռուսաստանի ներկայացնել չէր խանգարում այնտեղ, հա, որովհետեւ ինքնիշխանության բարձրացումը կլիներ, եթե Հայաստանը ասեր, որ օրինակ ռուս սահմանապահները դուրս են գալիս Իրանի եւ Թուրքիայի սահմանից ընդհանրապես։ Բայց այստեղ էլ գիտեք երկու քայլ առաջ մեկ քայլ հետ ստրատեգիայով Փաշինյանը փորձում է ինչ-որ տեղ թողել ամեն դեպքում, որպեսզի հետո ասի, բայց դե տեսեք, ես թողել եմ, որ դուք Իրանի սահմանն եք, բայց ելի եմ ասում, ամենայուղոտ կտորը, հա, դա անցակետն է։ Ես համոզված եմ թաքցնելու, եթե ասեցիք։ Ես չգիտեմ ինչ ունի թաքցնելու, բայց այն, որ նատոյական երկրները փորձելու են այդ անցակետին, այսպես ասենք, ավելի ուշադիր լինեն եւ այդ անցակետով որոշակի նաեւ գործողություններ ծավալեն այնուհետև ներթափանցելով Իրան, հա, կամ Իրանից որոշակի տվյալներ ստանալ, դա ինձ համար ակներիվ է։ Ի վերջո, ելի ամեն ինչ գալիս է եւ հակնում է նրան, թե ով է վերահսկելու այդ ճանապարհը, որը Ադրբեջանը միացնելու է Նախճեվանին եւ ով է կտրելու Իրանի դեմ ճանապարհը եւ Իրանը շատ լավ գիտի որ խնդիր է առաջանալու իր համար, դրա համար անդադ այդպիսի կոչեր անում է, այդ թվում նաև Հայաստանի իշխանություններին, որ Իրանի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դա կարմիր գիծ է։ 3+3-ի մասին մի ճշգրտում ասենք, այսինքն ճիշտ եմ դες հասկացել, ճիշտ է, որ Հայաստանը մասնակցում է, բայց մասնակցում է սխալ օրակարգով, ճիշտ հասկացած, այսինքն պետք է օգտվի այն 3-ի բանից, բայց առաջ Հայաստանը չի մասնակցում Հայաստանի անունից, սա է խնդիրը։ Հայաստանը մասնակցում է եւ այդ ֆորմատում ինքը Թուրքիա եւ Ադրբեջան այդ Թուրքիա-Ադրբեջանի հետ երեք է կազմում, որը կոնկրետ Թուրքիա եւ Ադրբեջանի տարածաշրջանային շահերն է այստեղ սպասարկելու, որովհետեւ եւ Իրանի եւ Ռուսաստանի շահերի դեմ կրկնում եմ որոշակի գործողություններ արել Հայաստանը եւ շատ ցավալի է, որ եթե մենք հետ վերադառնանք 2018 թվականի Բոլտոնի այցին, ապա մոտավորապես այն ինչ որ նախագծվել էր 18 թվականին դա կատարվում է եւ Բոլտոնը ասել էր որ Հայաստանը պետք է զրոյացնել Ռուսաստանի ներկայությունը եւ Փաշինյանն էլ ավելացրեց որ այս Բոլտոնի պլանի մի օր Իրանի դեմ ճանապարհը փակվելու է որովհետեւ վերջնականացնենք այս ամեն ինչը մի քանի օր առաջ Արամ Զավենի Սարգսյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ ասել էր, որ 2018 թվականի հեղափոխությունը ուղղված էր հենց Ռուսաստանի դեմ եւ Ռուսաստանին Հայաստանից հանելու, այսինքն ամբողջ նպատակը դա էր եւ սա խոսում է այն հիմնական արևմտամետ խաղացողը, հա, որին նույնիսկ նախատեսում են որպես Նիկոլ Փաշինյանի ժառանգորդ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի որոշակի աշխարհակական խաղեր տա։ Քանի այդտեղ են մի հարցել այդտեղից իրենք նույն անձը իրենց նախաձեռնությամբ անցկացվող Եվրաքվե կոչվող բանի, որ արդեն 50,000-ը ժամանակից շուտ հավաքել են ստորագրությունը։ Սա նշանակում է արդյոք ընդհանրապես նախաձեռնության հետևում դուք տեսնում եք իշխանությանը, տեսնում եք, ասում են, որ իշխանությունը չի ուզում իր դեմքով սա անի, որպեսզի պահի Ռուսաստանի հետ գոնե այն ինչ որ կա, էլի ցույց չտա, որ այսպես է անում, դա ճիշտ տեսակետ է, իշխանությունը կանգնած է սրա հետևում, որ կա դանի այս process-ը։ Իհարկե կանգնած է, որովհետև նախաձեռնող խմբի կամ ստորագրած կուսակցությունների, կարծեմ 51 հոգի եւ կուսակցություն, անձև կուսակցություն ստորագրել, մեծամասնությունը այսպես թե այնպես սատարում են իշխանությանը, հեղինակը, հա, համակարգողը, այսպես ասենք, Արտակ Զեյնալյանն է, որը
ֆրակցիայի ներկայացուցիչը, ուրեմն Ավականիում, որը ամեն ձև օժանդակում է իշխանություններին եւ որի շնորհիվ Տիգրան Ավենյանը դեռևս քաղաքապետ է աշխատում, իսկ այդ կուսակցությունը, խոսքը գնում է Հանրապետություն կուսակցության մասին, ինքը նաեւ թաղապետեր ունի Երևանի մի քանի ուրեմն թաղամասերում, սա այսինքն նշանակում է, որ սա իշխող կուսակցության առնվազն ոչ դիմադրության, այլ նաեւ որոշակի սատարումով մնացած անձին բազմիցս մի կլոր սեղանի շուրջ են նստել Նիկոլ Փաշինյանի կողքը, սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, պայքարում են անդիմության, իրական անդիմության գործունեության դեմ, եթե մենք տեսնենք այդ նախաձեռնության, ուրեմն մեծամասնության ստատուսները Facebook-ում, ապա այնպեսի ատելություն է գեներացվում նույն Բագրատ Սրբազանի կողմից ղեկավարող շարժմանը, որ ուղղակի սարսափել է։ Եվ սա նշանակում է, ինչի իշխանությունը անմիջականորեն ներգրավված չի, որովհետև այն մարդիկ, ովքեր նախատեսել են, որ այդպիսի հանրակրվե պետք է անցկացվի Հայաստանում, իրենց պետք չի իշխանության ներգրավվածություն։ Իրենք պետք է հասկանալ Հայաստանում քանի հազար մարդ պատրաստ է այդ եվրոինտեգրացիայի համար քվեարկելու, որովհետև իրենք չունեն այն սոցիոլոգիան, որը իրենց պետք է, իսկ իրենց պետք է այն սոցիոլոգիան, որպեսզի իրենք հասկանան արևմտամետ կուսակցությունները քանի հազար ձեն կարող են հավաքել ընտրություններին, եւ սա այս նախաձեռնությունը եւ դրան հետեւող ուրեմն հանրակրվեն, իրենք ուղղակի ցույց կտան այդ կուսակցությունները ինչ տոկոս կհավաքեն ապագա ընտրություններում։ Միակ բանը, որ այս նախաձեռնությունը նախաձեռնվել է, կներեք հատ ավտոլոգիայի համար, սա ուղղակի սոցիոլոգիան է, որպեսզի հասկանան քանի տոկոս կունենան արևմտամետ կուսակցությունները, որպեսզի հետո այնուհետև այդ կուսակցությունները կցեն ԿՊ-ին, կցեն թե փոխարինեն ԿՊ-ին իրենցով։ Չեն փոխարինեն, կցրեն ԿՊ-ին, բայց աշխատում են որպես, այսպես ասենք, բալաստ Նիկոլ Փաշինյանի ոտքերին եւ կանխարգելիչ այս միջոց, ինչպես օրինակ հիմա նույնը արվում է Տիգրան Ավենյանի պարագայում։ Եթե Տիգրան Ավենյանը աճ կամ ձախ միացխալ քայլանի, Հանրապետության ֆրակցիան ուղղակի դուրս կգա կոալիցիայից եւ Տիգրան Ավենյանը կդադարի լինել քաղաքապետ։ Նույնը կանեն ուրեմն ԿՊ-ի հետ, որպեսզի զրկեն ԿՊ-ին այս միանձնյա որոշակի հարցեր որոշելու եւ որոշակի դեպքերում արևմուտքի պահանջներին այդքան արագ չարձագանքելու։ Մի այսպիսի սցենար հավաքեցին, հաջորդ քայլը բնականաբար ինչպես Հայաքվեն արեց։ Պետք է գնա պարլամենտ։ Այսպես մեր սահմանադրությունն է այդպես պահանջում։ Իրավունք չունեն չընդունելու օրակարգ։ Եկավ պարլամենտ, հարց ինչպես է քվեարկելու ԿՊ-ն եւ դեմ եթե քվեարկեց, բա արևմտամետ ենք, ասում են։ Ոնց ինչ կլինի այստեղ։ Ընդդիմությունը կարծում եմ պարզ է ինչպես կքվեարկի, ակնհայտ է ինչպես կքվեարկի։ Դուրս կգա, որ իշխանությունը ընդդիմությունը հավասարակերպ նույն կերպ քվեարկեցին, օրինակ դեմ։ Թե կողմ ինչ իրավիճակ կստեղծվի այդ պարագայում։ Գիտեք, մենք դեռևս չգիտենք իշխանությունը ոնց կքվեարկի, բայց առնվազն իշխանության մեջ կա բավականին մեծ սոլիդ ֆրակցիա, որը եվրոպամետ է եւ իշխանության գլխին կանգնած մարդը, նաեւ պարլամենտի իշխող ֆրակցիայի գլխին կանգնած անձը բազմաթիվ անգամներ արտահայտվել են դեպի Եվրոպա իրենց ընտրության մասին։ Կհամարցակվի նման հրահանգ տալ Փաշինյանը, դա նկատում եմ, հաշվառելով որ Մոսկվա գնա։ Պետք է չհամարցակվի, ես նույնիսկ պատկերացնում եմ Մոսկվայի վրա ոնց է փորձելու ծախի, դա կասի եկեք ստուգենք ինչքան է, կարող է քիչ են հավաքում ու հարցը լուծվում է, ինչի բան չեն կանում։ Ես էլ եմ ասում, ամբողջ նպատակը եւ Մոսկվան էլ է շատ լավ հասկանում եւ Եվրոպան էլ է շատ լավ հասկանում, որ դա Եվրոպային միանալու գործընթացը չի, սա Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու գործընթացն է, մեկ եւ երկրորդ էլ եմ ասում, մոտավորապես ուժերի հաշվարկ անել, հասկանալ ինչքան քանի տոկոս կունենան այս արևմտամետ կուսակցությունները, որ հետագայում արդեն շատ ավելի ակտիվ քայլեր անել։ Հիմա տեսեք, հիմա զուգահեռ մի քանի process է տեղի ունենում, Մոլդովայում ընտրություններ են եւ հանրակրվեին կրկին Եվրոպային միանալու համար դեմ քվեարկեցին դեպ։ Հավասար են մոտ ձայները, բայց հավասար են, շատ հավանական է, որ ինչ որ 5000-10000 ձայնով ռեֆերենդումի կողմնակիցները Եվրոպամետները հաղթեն, բայց իրենք հաղթելու են շնորհիվ այն ձայների, որոնք ստացել են Մոլդովայից դուրս։ Այդ թվում զավեշտալ է, որ Ամերիկայում բնակվող մոլդովացիները ընտրություն են անում, եվրոպական ընտրություն են անում Մոլդովայի համար, բայց բուն Մոլդովան քվեարկել է այդ եվրոինտեգրման դեմ եւ դա փաստ է, մոտ 150,000 ձանով եվրոինտեգրամ կողմնակիցները պարտվել են։ Հիմա շաբաթվա վերջ Վրաստանում է
հերթական process լինելու եւ եթե այնտեղ էլ այսպես ասենք բուրըն Եվրոպամետ ուժերը չհաղթեն, ապա Հայաստանը մնալու է շատ գիտեք օդում կախված վիճակով, որովհետեւ միակ երկիրը, որը քիչ թե շատ Եվրոպամետ էր, հա, եւ Հայաստանը կարող է այդպես շփվել Եվրոպայի հետ, դա Վրաստանն էր։ Եվ եթե Վրաստանը ընդունի այն ճանապարհը, որով ինքը հիմա շարժվում է, այսինքն դանդաղ Եվրոպամետ ճանապարհը, ապա Եվ չմերժելով 3+3-ի դեպ, այս իշխանությունը չի մերժում, ուղղակի այս անգամ չեն գնացել։ Այո, այս Վրաստանից առանձին կարող ենք խոսել, բայց Հայաստանը շատ վատ վիճակի մեջ է լինել, որտեղ ամբողջ տարածաշրջանը նոր Եվրասիայում է, հա, այսինքն Թուրքիան, Իրանը, կոպիտ ասած նոր Եվրասիան հավասար է BRICS, հա, Վրաստանը շատ հավանական է գնա այդ ուղղությամբ, Ադրբեջանը գնում այդ ուղղությամբ, փաստացի տարածաշրջանը գնում է այս կողմ, Հայաստանը գնում է այս կողմ։ Սա այսպիսի բան չի դնում եւ Հայաստանը պետք է հաշվի առնի այս ամեն ինչը։ Դրա համար օրինակ Նիկոլ Փաշինյանը չի մերժում գնալ BRICS-ի ժողովին, բայց իմ ունեցած տվյալներով երեք մամուլում են դա բան եղած, ինքը չի գնալու օֆիցիալ նիստին BRICS-ի, այսինքն առաջին օրը, որը ամենակարևորն ինքը բաց է թողելու, բայց այն մնացած օրերին ինչ-որ ձևի ներկայությունը ապահովել է։ Իսկ Վրաստանի հետ կապված Վրաստանը իր անձնական, այսպես ասենք, իր պետական շահերն է պաշտպանում այս process-ում, Վրաստանը հասկացել է, որ ինքը երբևէ չի կարողանա առերեսվել Աբխազիայի հետ ոչ պատերազմական իրավիճակով, եթե ինքը շարունակի պատերազմեն Ռուսաստանի հետ։ Դրա համար իրենք փորձում են որոշակի շփում հաստատել Ռուսաստանի հետ, որpիսի տարբերակները շատ են, կոնֆեդերատիվ, միութենական պետություն կամ ինչ-որ ձևի, որ կարողանան Աբխազիայի հետ վերականգնել որոշակի հարաբերություններ, որովհետև այս ճանապարհը, որը Սաակաշվիլին էր բռնել, դա միայն կորուստների ճանապարհ էր եւ բոլոր երկրները, որոնք թշնամական ճանապարհ են բռնում Ռուսաստանի հետ, իրենք միևնույն է ամեն դեպքում կորուստների են ենթարկվում իրենց խելքից, այսպես ասենք։ Դա մեզ էլ է սպառնում։ Ճիշտ հասկացա դրակնարկը։ Դե մեզ որոշակի ձևով արդեն ազդել է եւ որոշակի խնդիրներ կա, այսպես ասենք, եթե օրինակ Հայաստանը շարունակի այսպես եւ պահանջի մեր ռուս սահմանապահների երկրը Թուրքիայից, ապա տարբերակները շատ են, հա, այդքան շատ տարբերակ կա Թուրքիան ինչ ճանապարհներով է ներխուժելու Հայաստանի տարածք, որ կարող ենք մինիմալ եւ մաքսիմալ ասենք, այսինքն Հայաստանը կդառնա փոքրիկ Սիրիա, բայց ի տարբերություն Սիրիայի կամ Ուկրաինայի, Հայաստանը չի կարող իրեն թույլ տա որոշակի մարզեր կամ տարածքներ ունենալ օկուպացիայի տակ։ Դուք եք դա համարում Պուտինի կարմիր գիծ, սահմանապահներին, ընդհանրապես ռուսական զորքը Հայաստանից հանելը, դա Կրեմլի կարմիր գիծն է ինչ-որ բան անելու համար, թե չկա նման բան։ Գիտեք, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, երևի Ֆրանսիան, երևի ԱՄՆ-ը, Չինաստանը, իրենք կայսրություններ են։ Իրանք խոշոր կայսրություններ են եւ իրենց մոտ տակտիկական, ուրեմն ժամանակը դա 5-ից 10 տարի է։ Այսինքն իրենք այդ բանով են չափում։ Հայաստանին մար փոքր երկրների համար դա ամիս 3 ամիս է, այսինքն մենք մեր տակտիկական քայլեր, որ հաշվարկում ենք, մենք հաշվարկում ենք շատ ավելի կարճ ժամկետում, քան Ռուսաստանի, Ամերիկայի կամ Թուրքիայի կամ ինչ-որ բանի։ Եվ նույն Ռուսաստանը մեր կամ նույն Իրանի համար 5-ից 10 տարին որևէ նշանակություն չունի ժամանակային առումով։ Դրա համար այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել, ինչպես կարձագանքի Ռուսաստանի եւ երբ կարձագանքի Ռուսաստանը, դա Ռուսաստանի, այսպես ասենք, տակտիկական բաներից է դուրս գալիս։ Այսինքն, եթե նման պահանջ լինի, եթե դուրս գան, կարող է 5 տարի արձագանքեն այնպես, որ չենք էլ պատկերացնի ինչպես, հա, ճիշտ եմ հասկանում։ Դեք ոնց է, եթե դուրս գան, դա ամենավատը կլինի, եթե դուրս գան, որովհետև դրանից հետո Հայաստանը մնում է բաց։ Եվ շատերը մեզ ասում են, որ չէ, խաղաղություն, պայմանագիր, Թուրքիայի սահմանների բացում, դիվանագիտական հարաբերություններ, բայց բոլորս գիտենք ինչպես է Թուրքիան հարգում սուվերեն երկրների սահմանները, հա, եթե մարդիկ չգիտեն, կարող են ուղևորվել օրինակ Կիպրոս, Լիբանան, Սիրիա, Իրան, Լիբիա, հա, նույնիսկ Թուրքիայից հեռու գտնվող երկրները, թուրքական պրոքսիները ինչպես են աշխատում, ինչպես են հարգում սահմանը։ Եվ հաշվառում ընդհանրապես ինչպես են հիմա հարգում սահմանները, հա, նույն Ռուսաստանը ինչպես է հարգում Ուկրաինայի սահմանը, նույն Իսրայելը ոնց է հարգում Լիբանանի սահմանը կամ Սիրիայի սահմանը, հա, այստեղ ասել, որ
մենք այսպես մեզ համար հանգիստ բան կանենք, խաղաղ կապրենք, կբարգավաճենք, թուրքերը այստեղ չեն մտնի։ Ես միշտ այդ տարբերակը բարձրացնում եմ, ընդ որում 11 թվականից պրոտոկոլները ժամանակ հարցնում իսկ եթե մի օր քրդական ռազմական միավորում փախնի Հայաստան Թուրքիան գա հետևից ու սկսի իրենց փնտրել Շիրակի մարզում, Արմավիրի մարզում ինչ են կանելու, ոնց են դեմները առնելու։ Հակասեն հակաաբեկչական օպերացիա են կանում։ Հիմա տեսեք խնդիրը որն է։ Հիմա կարող է 3 զաստավի վրա 2 հատ ռուս սահմանապահ կանգնած, բայց Թուրքիան ամեն դեպքում չի մտնում տարածք, որովհետև գիտի, որ Ռուսի հետ է գործել, Ռուսաստանի նման պետության։ Ռուսաստանի դուրս գալուց հետո Թուրքիան այդպիսի խնդիր չունենա։ Ոչ միայն Թուրքիան, տեսեք, քրդերը, որոնք սահմանային գոտում են ապրում կամ ադրբեջանցիները, հա, իրենք հանգիստ կարող են մտնել, ելումուտ անել Հայաստանի տարածք, չգիտեմ, անասուն գողանալ, մարդ գողանալ, չգիտեմ, սիրուն աղջիկ գողանալ եւ այլն, այսինքն այն ինչ որ ժամանակին արել են ու շարունակում են անել, հանգիստ կարող են անել, ով է դա բան անելու, զսպելու։ Մենք խնդիր ունենք, բադ բան եմ ասում, բայց սահման պահելու խնդիր ունենք, քանակական, մարդկային։ Այդ մարդիկ արդեն բավականին մեծ բարդությամբ հայ-ադրբեջանական սահմանի վրա են կանգնած։ Բա հայ-իրանական սահմանը ով է լրացնելու, բա հայ-թուրքական սահմանը ով է լրացնելու։ ՆԱՏՕ-ի զորքերը, բայց ՆԱՏՕ-ի զորքերը հանգիստ Թուրքիայում կանգնած են։ Կամ եթե Աստված չտա Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ով է պաշտպանելու Հայաստանը, ով է խոչընդետելու Ադրբեջանին որոշակի գործողություններ անելու Հայաստանի տարածքում։ Ֆրանսիան է գալու պատերազմ անելու Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը, չի կարող ՆԱՏՕ-ի երկիրը, Ֆրանսիան առաջինը հրաժարվում է, ասում է ես չեմ պայքարի, երկրորդը չի կարող ՆԱՏՕ-ի երկիրը ՆԱՏՕ-ի երկրի դեմ պայքարի, պատերազմի։ Այսինքն այստեղ ինքնիշխանությունը շատ լավ բան է, պարոն Գրիգորյան, բայց ինքնիշխանության հաճույքը լիարժեքն է, կարող են թույլ տալ իրենց բավականին մեծ խոշոր երկրները, կամ երկրները, որոնք ունեն ընդհանրենք միջուկային զենք, խոսքը գնում է Սեն Կորեայի մասին, հա, այլ երկրները այսպես թե այնպես իրենց անվտանգության երաշխավորող կամ երաշխավորողներ պետք է փնտրեն։ Բլոկի կամ այլ տեսքով։ Այո, նույնիսկ Իսրայելի նման, հա, զարգացած առաջատար լավ բանակ ունեցող տեխնոլոգիա զինված երկիրը ինքը 1 ամիս առանց ԱՄՆ-ի օգնության չի դիմանա։ Այսինքն, բայց Իսրայելը մենք համարում ենք ինքնիշխան երկիր, որը Իսրայելը ինչ որ ձևի հետապնդում է։ Այսինքն, այդ հեքիաթները, հա, այդ մեր ցանկությունները պետք է մեր իրականության հետ մենք համատեղենք եւ ժողովրդական ասացվածքով մեր ոտքերը մեր վերմակի չափով մեկնենք։ 3+3-ում Լավրովը առաջարկ արեց, որ եկեք հայ-ադրբեջանականը այս պայմանագիր, այս հարթակով առաջ տարեք եւ այլն։ Ու նաեւ շատ պարզ Թուրքիայում խոսեցին, որ իրենց միջնորդության կամ իրենց օգնության այսպես մասին, սա որքանով է արդյունավետ այս հարթակը, ընդհանրապես ինչ է նշանակում այս առաջարկը, օգտվի Երևան։ Երևանի դեռ արձագանք չկա իդեպ, մենք դեմ ենք կամ կողմ ենք։ Նայեք, ինչ է Ռուսաստանը ցանկանում, որ իր մոտ ստորագրվի այդ խաղաղ պայմանագիրը, ինչու Թուրքիան ցանկանում է, որ ինքը լինի միջնորդը, ինչ է ԱՄՆ-ն ցանկանում, որովհետև այդ երկրները այդ պահին, այդ երկու կողմին կարողանան ինչ-որ ձևի այդ երկու կողմերը ազդեն այնպես, որ որոշակի իրենց շահերը պաշտպանվեն այնտեղ։ Մեր շահերը ինչ են ասում։ Որովհետև տեսեք, Փաշինյանը գնաց Պրահա, հա, Մակրոնի հրավերով եւ այդ հարթակում ոչ միայն չպաշտպանեց Հայաստանի շահերը, այլ նաև հարվածեց Ռուսաստանի շահերին, որովհետև Ռուսաստանի առաջարկած լուծումը դա խաղաղապահների անժապկետ դիրքավորումներ Արցախում եւ նաև հետաձգումը ստատուսի այլ բաներ, այսինքն Ռուսաստանի առաջարկը ամենավերջինը ինքը այդ ժամանակ էլ Արցախը Ադրբեջանի կազմում չէր ճանաչում, բայց Հայաստանը գնաց հայրացած Ռուսաստանի շահերի եւ Սոչիում բավականին անհարմար իրավիճակ եղավ Ալիև-Պուտին Փաշինյան հանդիպման ժամանակ եւ դրանից հետո բոլոր կողմերը ելի եմ ասում, իրենք փորձում են այդ երկուսին Փաշինյանի Ալիևին բերեն իրենց մոտ, ես չգիտեմ, գաղտնալսելու են իրանց, թե անդադ շփման մեջ են լինելու, առաջարկել են իրենց պայմանները։ Ի վերջո Ռուսաստանը այստեղ կորցնելու շատ բան ունի, Իրանը այստեղ կորցնելու շատ բան ունի, Թուրքիան այստեղ ձեռք բերելու շատ բան ունի, նույնն ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, որոնք այդ միջին Սրիձինի կորիդորի օրենքով բաններն են, իրենք էլ այստեղ էլ գտնելու կամ կորցնելու բավականին շատ բան ունեն եւ նկախված նրանից որտեղ է դա բանակցվում եւ որտեղ է դա ստորագրվում, այդ աշխարհակահաղական կենտրոնի շահերն էլ համապատասխան ձևի
ավելի մեծ հնարավորություն կա, որ այդ շահերը սպասարկեն։ Մեր շահերից որտեղն է բխում, այլ ռեգիոնալ բանում ստորագրել կամ բանակցել, ինչպես առաջարկում են, թե այն հերում մանավանդ Միլլերը վերջերս ասաց, որ գիտեք, ի վերջո Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ամեն ինչը իրար մեջ կարգավորեն։ Մենք չենք որոշող, օրինակ ԱՄՆ-ն այդպես։ Հիմա մեզ ո՞րն է ձեռնտու։ Միլլերը ասածը փարիսեություն է, որովհետև տեսեք, պարոն Գրիգորյան, ես ու դուք ինչ որ բանի մասին պայմանավորվում ենք, հա, բայց ով է երաշխավոր լինելու, որ դուք ինձ չեք գցի կամ ես ձեզ չեմ գցի կամ ես ինչ որ պայտակ ուժեղանամ, հա, կամ ասեմ այն ինչ որ վերցրել ես իմ բնակարանի 2 սենյակը 3 սենյականոցից ինձ պետքա վերադասել։ Մեկը, որի խոսքը ծանրակշիռը երկուսից համարել կամ դաշնակից են կամ որը ուժեղ է, չէ, այսինքն թե դուք ուժեղ եք, ես այդքան ձեն չեմ հանի, մինչև ես չուժեղանամ, հա, կամ եթե մենք հարևաններով նստենք, չգիտեմ, ինչ որ հարգված մարդկանցով, չգիտեմ, ձեր ցեղի մեծով, մեր ցեղի մեծով, որոշենք, որ բարիշում ենք, այսինքն սա ձեզ, սա ինձ ու բան, այսինքն այդ մարդիկ են գարանտիա կանգնում, որ մենք այլևս մեր մեջ գզվրտոց չի լինելու։ Հիմա մեր տարածաշրջանում այդ երաշխավորները մեր տարածաշրջանում կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որպես ուժեղ պետություններ, եւ տարածաշրջանից էլ դուրս կարող են լինել նաեւ Չինաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Սա է։ Երբ որ Միլլերը ասում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ իրար հետ պետք է հարցերը լուծեն, էլ եմ ասում, սա փարիսեություն է, որովհետև լուծեցին, ով է կանգնելու այդ ամեն ինչի երաշխավորը։ ԱՄՆ-ն, որը պետք է այդ միջանցքը ստանա, հա, իր ցանկացած Ռուսաստանը, որը պետք է միջանցքի գլխին կանգնի, որպեսզի չտա դա ամերիկացիներին ու թուրքերին, Իրանը, որը պետք է այնպես անի, որ միջանցք ընդհանրապես չլինի, Թուրքիան, որտեղ սա Թուրքիայի համար միջանցքը սա որևէ ուրեմն տնտեսական շատ չի հետապնդում, սա Էրդողանի էգոն բավարարելու համար է, որտեղ ինքը կլինի առաջին մարդը, որը միացրեց երկու թուրքական աշխարհները։ Այսօր Էրդողանի համար հերթական լավ բան տեղի ունեցավ, Գյուլենը մահացավ եւ իրենք ոնց որ թե բան են մրցում են, ով ավելի շատ կապրի, ով մահը կտեսնի, այդ մահը տեսավ։ Հիմա ինքը նաեւ եթե Զանգեզուրի միջանցքի բացումը տեսնի, ինքը կլինի իրոք թուրքերի հայր, որ ինքը կարող ամենտեղ կանգնի, ասի տեսեք, ես Աթաթուրքը նույնիսկ չկարողացավ, ես այդքան բան արեցի։ Հայաստանը ինչ անել Հայաստանին այս բարագայում, գիտեք շատ բարձր, որտեղ Հայաստանը մաքսիմալ ամեն ինչ արեց, որովհետեւ ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ Փղի եւ Բեգեմոտի գետաձու կռիվը մենք դիտորդի դերից մենք բերենք իրաց մեր միսենյականից բնակարան եւ ստե ոչ միայն Փիղ գետաձի կռվում, ինչ կենթանի ասես արդեն երբ տալիս սպանում են, բայց պատկերացեք դա տեղի ունի միսենյականոցում։ Բա որ իրար հետ կռվում են, ինչպես կարող են երաշխավորել մեր ու Ադրբեջանի խաղաղությունը, դա էր իմ ասածը, ասենք երեքով միասին կարծես թե չեն կարող Ռուսաստան, Իրան, Թուրքիա, իրենք էլ ունեն, չէ, ինչ որ շահ։ Օրինակ ժամանակին Ռուսաստանը որպես տարածաշրջանին նայող Ֆրանսիա, Ամերիկայի հետ, ինչ հետաքրքիր որ Մինսկի խմբը գործում էր, բայց արդեն պատերազմ էր գնում որոշակի։ Բայց կարողանում են բալանս պահել այս տարածաշրջանում։ Հիմա քանի որ Եվրոպան ու ԱՄՆ-ն լիազորել են այդ գործողությունները Թուրքիային այստեղ, հա, ապա այստեղ Ռուսաստանը Թուրքիայի հետ է շփվում արտաքին աշխարհի հետ, Թուրքիայի միջոցով է շփվում արտաքին աշխարհի հետ, եւ այստեղ Իրանն է, որը հասկանում է, որ եթե այս սահմանը փակվի, հա, արդեն Իրանի վրա հարձակումը հաշված ամիսների գործ է, այսինքն նոր երրյակ է ձևավորվում, որը նաեւ դառնալու է հայ-ադրբեջանականի, ասենք, կնքահայրը կամ երաշխավորը, կան նման ուրվագիծ։ Սա ոչ միայն հայ-ադրբեջանակին են ասում, նաեւ Վրաստանը պետք է հաշվի առնենք, որովհետեւ եթե սա էլ հետաքրքիր process է գնում, եթե Վրաստանը անցնի Ռուսաստանի ազդեցության տակ, ապա Ռուսաստանը շատ ցավոտ հարված է հասցնելու Թուրքիային, որովհետև Ռուսաստանը Վրաստանի միջոցով արդեն կտիրանա Սևծովի այն մասին, որին ինքը ներկայային բան չունի, այսինքն ինքը ունի Աբխազիայի մի կտորը, բայց այդ փոթի մեծ նավահանգիստները ինքը դեռևս չունի, բայց կարող է ունենալ։ Իսկ պատկերացեք Թուրքիայի համար ինչ ցավոտ բան կլինի, Աջարան կորցնի, Արևմտյան Վրաստանի ափը կորցնի, Աբխազիան կորցրել է, արդեն Ղրիմը կորցրել է, սա իմ կարծիքը որոշակի ժամանակ անց բերել է ռուս-թուրքական շատ խոշոր բախմանը։ Եվ դրա համար իմ կարծիքով, եթե այստեղ կանոնները գծվի որոշակի չափով հանգստանա իրավիճակը, հիմա միգուցե հարցի լուծումը հարցի չլուծելն է։ Հա, ինչպես օրինակ Ռուսաստանը առաջարկում էր Արցախի պարագայում։ Միգուցե այստեղ էլ որոշակի ինչ որ բան լինի, բայց
մեզ այստեղ միշտ պետք է հաշվի առնել, որ հնարավոր է, հա, եթե բաները զարգանան Վրաստանում իմ կանխատեսած տարբերակով, հնարավոր է որոշակի առումով լինել է ռուս-թուրքական բախում եւ այստեղ Հայաստանը կրկին կվերգտնի իր հետաքրքրությունը տարածաշրջանի համար։ Ներկա պահին ասացված կա չէ, որ ասում է դու սեղանի շուրջ ես, դու սեղանի վրա ես, մենք նույն սեղանի տակ չենք։ Մենք ինչ որ սենյակի անկյունում, հա, մեջտեղ ինչ որ բաներ որոշում են, մենք ուղղակի տեղակ ենք կայում։ Այսինքն բերել են հասել են այդ վիճակը, բերել ենք հասել ենք բախումը մեր սենյակ, բայց մենք չենք մասնակցում այդ բան խոսակցությանը։ Եվ իմ խորհուրդը ենթադրենք մեր իշխանություններին առնվազն գոնե սուս մնալ եւ չխառնվել, այսինքն որոշակի ժամանակով մի չգիտեմ, մի ամսով ոչ մի բան չանել, որովհետեւ առաջինը ձեզանից բան կախված չի, բայց իրենց գործողությունները ավելի շատ են սրում իրավիճակը եւ ավելի շատ խնդիրներ են ստեղծում։ Վերջ հարցը պարոն Խոջյան, հայկական քաղաքության պայմանագրին։ Երևան ամենօրյա ռեժիմով բոլոր հարթակներում ասում որ հենց հիմա էլ պատրաստ ենք թեկուզ կիսատ չհամաձայնած ստորագրենք։ Բաքուն 3 առաջ օրը հայտնի է Ամիրբեկովը ասած պաշտոնական տեսակետ։ Մենք պայմանագիր ստորագրում ենք ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ։ Ուստի, որպեսզի Հայաստանի հաջորդ իշխանությունը չգա ու պատռի այդ պայմանագիրը, պետք է սահմանությունը փոխեք, նոր ստորագրենք։ Այստեղից ինչ հետևություն, ուրեմն այդ ինչ պետք է ստորագրենք մենք, այդքան մեզ համար, ինչքան վատ բան պետք է որ հաջորդ իշխանությունը պատռի, հա, ինչ է սա նշանակում։ Այդ ինչ է, այդ ինչ պայմանագիր է։ Դուք շատ ճիշտ բան նկատեցիք, գլոբալ առումով Ադրբեջանը արդեն Փաշինյան Ադրբեջանը մեր այլևս հետաքրքիր չի։ Այսինքն Ադրբեջանին ավելի հետաքրքիր է այն մարդը, ով գալու է Փաշինյանից հետո եւ իրենք վախենում են, որ կարող է իշխանության գա պետականամետ, պրոհայկական գործիչ, հա, որը կփորձի որոշակի ձևով զրոյացնի այն նեգատիվ հետևանքները, որոնք Հայաստանը ունեցել է Փաշինյանի ժամանակ եւ սա է իրենց հիմնական խնդիրը։ Բայց այդ պայմանագրում ինչ բան է, չէ՞, գրած այդքան վատ որոշակի բաներ պետք է սահմանեն, որ այլևս նույնիսկ ցանկության դեպքում, հա, Հայաստանը չկարողանա նույնիսկ չգիտեմ ջերմուկից 1 քառակուսի կիլոմետր հետ բերի։ Եվ սա տարբեր ձևեր է կարող լինել, սա կարող է լինի ուրեմն միջազգային դատական հայցեր տասնյակ միլիարդների, որը հիմա կարծեմ արբիտրաժ դիմել են իրենք, որպեսզի Հայաստանը վերադարձնի այն, ինչ որ Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Մի տարբերակը սա է, երկրորդ տարբերակը ուրեմն ադրբեջանցիների վերադարձ, ընդ որում ադրբեջանցիները վերադառնալու են Սյունիք, Գեղարքունիք եւ Երևան, ավելին ես ասեմ, իրենք վերադառնալու են իրենց սեփական ոստիկանության, որովհետեւ ադրբեջանցիները չեն վստահի հայկական ոստիկանցին, ինչքան էլ կարմիր բերետներ իրենց շահերը պաշտպանեն, միևնույն է դա է լինելու։ Այնուհետեւ սահմանադրության իհարկե փոփոխություն պետք է լինի եւ ինչ է ցանկանում անել Ադրբեջանը, դա դենացիֆիկացում է։ Շատ հավանական է, որ Ադրբեջանը պահանջի նաեւ Խոջալույի կամ չգիտեմ այլ այսպես կոչված բաների հետ կապված, որոնք իրենց հանցագործ են, հա, որոնց այն մարդկանց ուրեմն հանձնում է Ադրբեջանի որոշակի պայմաններով։ Այսինքն ինքը ստեղծելու է այնպիսի բաներ, որ օրինակ եթե Երևանում ցույց լինի, որը պրոհայկական շահեր հետապնդող, չգիտեմ, արդեն ընդդիմության, չգիտեմ, ինչ որ մարդիկ դուրս գան փողոց, ասեն, եկեք ջերմուկը վերադարձնենք կամ չգիտեմ, Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանենք, որ Հայաստանի ներսում արդեն լինի որոշակի քաղաքական ուժ, նաև դեմոգրաֆիական ուժ, որը խոչընդոտի դրան, այսինքն այդ միտինգին զուգահեռ դուրս գան, չգիտեմ, ադրբեջանցիները իրաց ցույց անեն, կամ Հայաստանը ասում այդքան պարտքերի տակ մնա, հա, որպեսզի չկարողանա որևէ ձևի դիմադրի, կամ Հայաստանը իր ամբողջ էներգետիկ համակարգը կապի Ադրբեջանի հետ, այսինքն քանդեն ենթադրենք այն գազատարները, որոնք միանում են Ռուսաստանի կամ Իրանի հետ, եւ ինքը կպնի միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի գազատար համակարգերին, փակի ատոմակայանը, որպեսզի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը զրոյական վիճակի լինի, կամ Թուրքիան կլանի ամբողջ Հայաստանի տնտեսությունը։ Գիտեք խնդրեմը որն է, որ դեռևս Ադրբեջանի հետ այս խաղաղ պայմանները որևէ հարց չի լուծվում, որովհետեւ
խնդիրներ կան Թուրքիայի հետ, իսկ ամենամեծ խնդիրները այնտեղ են։ Ինքը Թուրքիան ինչ է ասում, կգնաս Ադրբեջանի հետ հարցերը կլուծես, իրենց պահանջները կկատարես, նոր կգասի մոտ, ես քեզ արդեն կասեմ մեր մասով դու ինչ ես անելու։ Սա անverջ կորուստների process է լինելու։ Մենք կապիտուլյացիա ենք ստորագրելու հիմա։ Դատելով Ամիր Բեկովի խոսքից, այսինքն այնքան վատ բան ենք ստորագրել։ Մենք կապիտուլյացիան ստորագրել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին կարելի ասել եւ կապիտուլյացիան հաստատել ենք, երբ որ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը չի խառնվելու Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան։ Պետական ստորագրությամբ դեռ պաշտոնա, հիմնական վերջի ասածը դեռ բանավոր էր ավելի շատ։ Այսինքն ուզում են սա ինստիտուցիոնալիզացնել, ինչ անել։ Այո, ես էլ եմ ասում, որովհետեւ ինչպես դուք էլ նկատեցիք, ես էլ ասեցի, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հաջորդ ղեկավարին եւ Հայաստանի հաջորդ ղեկավարը ինքը պետք է, այսպես ասել, ձեռնաշղթված լինի, հա, եթե ընդհանրապես Հայաստան լինի կամ Հայաստանի ղեկավարը լինի հայ։ Այսինքն այդ տարբերակներ կա, բայց Én եմ ասում, խնդիրը չի վերջանում Ադրբեջանով, Ադրբեջանը վերջանալու է, գնալու ենք միա Թուրքիայի հետ պետք է հասկանանք ինչ պայմաններով է սահման բացելու, ինչ պայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ինչ ենք մենք դրա փոխարեն կորցնելու, ինչ են պահանջները, միգուցե չգիտեմ, եկեղեցիները պահանջեն մսկիթ սարքել կամ ենթադրենք Զորավար Անդրանիկի արձանը ամեն տեղից հանել, փողոցները անվանափոխել, ամեն ինչ ուզեն կարան անեն, էլի, եւ Այսինքն քանի դեռ Փաշինյանն այդ ամեն ինչը ստորագրեն, որ հաջորդ եկողը ձեր ասացի պես ձեռքերը կապված լինի։ Նայեք, Փաշինյանը ինքն իրանով արդեն ստորագրություն է։ Հա, ինքն իր էությամբ ու ինքն իր գործունեությամբ արդեն այդ ստորագրությունն է։ Ես ավելին ասեմ, շատ հավանական է, որ Հայաստանը արդեն միակողմանի ստորագրել է այդ փաստաթուղթը, հա, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները կան, ուղղակի Ադրբեջանը մտածում է այլ ինչ պահանջ ինքը առաջ տանի, որպեսզի այս մի բաններ կործի, որովհետև այն ինչ ունի Ալիևը իդեմս Փաշինյանի, սա Ադրբեջանը չի ունեցել, եւ երբեք էլ չի ունենա։ Այդպիսի նվեր, այդպիսի, այսպես ասած, ջեքպոտ Ադրբեջանն երբեք չի բռնելու։ Շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ կիզակետում այսօր մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էր, իսկ կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։